Թե մարդամոտ, թե մարդակեր արջեր են հանդիպում Եղեգիսի փողոցներում։ Կատակում են գյուղացիները, թե արդեն վաղուց գիտեն տարբերել իրենց չսպասված հյուրերին։ Իրար հետ չենք քնում, բայց տարբեր տեղեր ենք քնում։ Մեկ էլ տեսա մի քիչ հետո մի քիչ ժամից հետո կարող է ստելն են այստեղ։ Հիմա կարող են վերևից իջին այդ վերևի բանը, այգիներ, այսինքն։ Եղեգիսում, Արտաբույնքում, Հերմոնում, Գողթանիկում, անգամ Գողտրիկ Շատինում, որ մարզկենտրոնից ընդամենը 13 կիլոմետր է հեռու, արջեր ամեն օր երևում են։ Արջերի հավասար, կողքի, մարդ չկա, որ արջ չտնա, ճիշտ է, կենթանի չի կարելի խփել, բայց մարդուն ֆիզիկապես, ֆինանսապես, հոգեպես վնաս են հասցնում։ Քանի գլուխանասուն է վնասել։ Մի 6 հատ, 5 հատ։ 3-ը գտել էինք, 3-ն չկա։ Ֆիզիկապես եւ հոգեպես սարսափի մեջ են այս մարդիկ, չեն էլ հասկանում, թե ինչպես են լուսացնում օրը, անգամ սեփական բակ ահուդողով են դուրս գալիս։ Այսպես գալիս են, իջնում են հայատները, այսպես վաղ են գալիս։ Են հարևանի հավերը տարան, մեր հավերը վնաս են տալիս, տաղները ջարդում են։ Գիշեր ժամը 3-ին ելնում որ գնագումը, տեսնում եք անասու արջը բալկոնը տակ կաղնած։ Ձնանում փախնում աթողում գնամ։ Ժամի 8-ից հետո դուրս չես կարա գաս։ Օրը ցերեկով կարանք հենց ստե հանդիպենք արջերին։ Օրը ցերեկով, այդքան շատ են։ Ցերեկը կարող է իջնես Բաղչան, բանը, այգի մեկ էլ տեսար ընդեղից էլ անդեմ։ Շատ վախենալի։ Այս մարդը Հերմոնից է, իր գյուղից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու գնացել քարերի ու թփուտների մոտ աճող ծնեբեկը քաղելու համար։ Չի բացառում, որ այս տարածքում էլ արջեր կարող են լինել, բայց քանի կեսօր է հանգիստ է, հիմա շատ չեն լինի։ Շատերն են տեսել, շատերի հետ պատահել, որ հանդիպել են արջի հետ։ Դե մարդիկ վախենում են։ Վայոց ձորում գյուղացին երկար է մտածում բնության տված բարիքի հետևից գնալու համար։ Անցած տարի մեր համագյուղացին բանջար էր քաղում հրաշքով փրկված երից, շատ ինձիներ, կիներ, իր հողամասը տան մոտ է։ Գյուղացիներն ասում են, որ նախկինում այսքան արջ չի եղել գյուղերում, թույլատրվում էր բրդոթների որսը։ Հիմա տուգանքի տակից չեն էլ կարող դուրս գալ։ Մեզի 30 միլիոն կտուգան են, 30 միլիոն։ Արջը մարդուց թանկ է պետության համար։ Օրինակ, ինչքան հողատարածք կա, ոչ մի բերք չեն կարող հավաքեն։ Ստիված մարդիկ թողել են անմշակ։ Եթե չես կարող մշակես, կամ մշակում ես չես կարող բերքը հավաքես, ինչ պետք է անես։ Վենա ես վերևը հողամաս ունեմ, խնձորի այգի ունեմ, պոպոկի վնասատալի ջարդում եմ, բայց ես ինչ անեմ, դեղձի ծառը ջարդում եմ, տանձի ծառը ջարդում եմ։ Առանց հասնել քաղում ենք, որակ չի տալիս։ Հազարավոր հեկտարներ անմշակ են մնում այս գյուղերում, զայրանում են գյուղացիները, նրանք իրենց եկամտից են զրկվում։ Մեղուները ջարդե, անասունաջարդե, այգիները վնասում, ոչ մեկն չի փոխատուց, ասում կենթանի է, պետք է ինչ անես։ Անցած տարի 2 հատ աղային ցուլիկս կերան, մեղուները վնաստվին, ոչ փոխատություն, ոչ մի բան։ Որպեսզի իրենց անասուններին պաշտպանել կարողանան, 2-3 շուն են պահում այս մարդիկ, ասում են, գոնե ինչ-որ օգուտ տալիս է, հաչոցից շատ ժամանակ հետ են քաշվում։ Շները չեն թողնում, այսինքն փողոցով գալիս են գնում։ Եղեգիսի այս տղամարդը գյուղից արջին քշելու ձև գիտի, պապերից է լսել։ Կամ քարի խփես, տարբեր ձեներ հանես, որ թողնի գնա։ Ունեք ես կարամ ղազանը վերցնեմ, չուգոնի ղազանը վերցնեմ, մտեմ բանտար, շերեփով խփեմ։ Արջի հետևից գա դրանք կողեն փորը։ Չգոնի ղազանի ձենին գնում մնա։ Գնում են, բայց վերադառնալու խոստումով, մեղվի փեթակները, քաղցրահյութ մրգերը համտեսելու հարմար ժամ անպայման գտնում են։ Աննա Գյուռնազարյան, Միլենա Պողոսյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։